Իսկ որ չհաղթեք ինչ եք անելու։ Մեզ համար կարևոր է ժողովրդի քվեն, բայց մենք վստահություն ունենք, որ ժողովուրդը իր ընտրությունը կատարելու է հանուն ժողովրդավարության եւ հանուն նրա, որ Գյումրին զարգացած ապագա ունենա։ Ժողովրդավար ձևով չի ընտրում ձեր Սարիկին։ Ձեր Սարիկը մեծամասնություն չի լինում, ինչ եք անելու։ Ոնց եք նայելու գյումրեցիների աչքերին, այսքան բան ասեցիք։ Շատ պարզ ենք նայելու գյումրեցիների աչքերին, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացու քվեն մեզ համար օրենք է։ Հարգելի Վահե, մենք տարբեր համայնքներում կան դեպքեր, երբ որ ունենք, որ իշխող քաղաքական ուժի չէ ներկայացուցիչը։ Ունենք դեպքեր, երբ որ եթե հիշում եք նախորդ ընտրություններին է այլ քաղաքական ուժ ուներ մեծամասնություն կոալիցիա կազմվեց։ Թալինում, Վանաձորում, Փարաքարում ձերում որ քաղաքացիները ճիշտ ընտրություն կկատարեն եւ կոալիցիայի խնդիր չի լինի, Սարիկ Մինասյանը կդառնա Գյումրի քաղաքապետ։ Իմ ձայնը ձեր ձայնի նման շատ բարձր եւ հատուկ չի, ես այդ տաղանդը չունեմ, բայց տվեք իրար լսեք, լավ։ Հիմա Վանաձորում, Թալինում, Փարաքարում, Ալավերդիում էլի պայմանական ասած ձեր Սարիկը չէր ընտրվել, ձեր տեխնացուն չէր, ուրիշներ ընտրել, դուք չկարողացաք դա հանդուրժել։ Տիկին Բաղդասարյան եւ ամեն ինչ արեցիք բոլոր լծակներով իրավական, քաղաքական, բարոյական ամեն ձևով ճնշեցիք, որ այդ մարդիկ դուրս գան եւ ձեր Սարիկը դառնային գնահատական տալ եւ անվանել ճնշում, ես կարծում եմ ոչ տեղին է։ Եվ եթե օրինակ հիմա իմ խոսքի ընթացքում դուք ձեր միկրոֆոնը հեռու եք տալիս, պարզ է որ իմ ձայնը չի լսվելու։ Էլի եմ կրկնում, ձեր նշած բոլոր համայնքներում, Փարաքարում, Ալավերդիում չեմ հիշում էլ որտեղ ասացի, գործընթացները քաղաքական են եւ գտնվում են իրավական process-ների շրջանակում։ Քաղաքական են թե իրավական։ Օրենքը թույլ է տալիս քաղաքական գործընթաց է, որը իրավական տիրույթում է գտնվում։ Այսինքն եթե օրենքը թույլ է տալիս քաղաքական է կամ իրավական է։ Մեկը մյուսին չի հակասում։ Քաղաքական գործընթացը իրավական Այսինքն քաղաքական ուժի կողմից ուղղորդվում է իրավական գործընթաց։ Բացարձակապես, այսինքն եթե օրենքով արգելված չէ որևէ քաղաքական գործողություն, դա չի կարող լինել արգելված եւ չի կարող լինել պարսավելի եւ որևէ գնահատական տրվել դրանց եւ անվանել դրանք բռնաճնշումներ։ Պարզ է, չէ, որ ձեր տեխնացուների մեջ էլ կարող են լինել մարդիկ, որոնք սուրբ չեն, բայց այդ ձեր տեխնացուների նկատմամբ ոչ մի իրավական գործընթաց չի լինում, քանի դեռ օրինակ Նիկոլ Փաշինյանի խնդրանքները օրինակ Հովիկ Ազարյանը չի բերում։ Ես որևէ մեկին սրբադասելու առաքելություն չունեմ այստեղ։ Մենք խոսում ենք Գյումրի ընտրություններից եւ ես վստահ եմ, որ գյումրեցիներն ընդհանրեն ընտրական գործընթացներում իրենց ազատ կամ արտահայտումը կանեն։ Միթե թե ձեր պայքարն է դրա համար չէ։ Մարտուն Գերիկոյանը մի քիչ առաջ հիշում էր, որ ինքը նախկինում երբ որ էլի ընդդիմադիր տեխնացու էր, նախկին ձեր սիրելի նախկինների օրոք ընդդիմադիր տեխնացու էր, իր դեմ էլի այդ նույն բռնաճնշումները անում են, գալիս են ընկնում են հետևից ընտանիքի անդամներին են ճնշում, իրեն են ճնշում։ Ասում ես դրան միջով անցել եմ։ Հիմա նույնը ձեր իշխանությունն անում, ոչ մի բան չի փոխվել։ Եթե որևէ իրավական գործընթաց կա, Վահե ջան, ես նշել եմ, որ ես չեմ կարող մեկնաբանություն տամ, որովհետև այս իմ խոսքը օգտագործելու եք, որ իրավաբանների ցույցում է տվում։ Գործընթաց լինի։ Ես անգամ ամբողջապես տեղյակ չեմ, թե ինչու են հարազատներին բերման ենթարկել, հայ։ Ինչ-որ շիբինի գործով։ Դե թող իրավական գործընթացը գնա եւ տեսնենք արդյունքները։ Դուք խաթարում եք բնականon քարոզարշավը լարվածություն եք ստեղծում։ Մենք ով դուք եք կարծում տեխնացուներից մեկի գրված բովանդակությամբ, որ կառավարությունը առավոտյան խուզարկություններ էր սկսել։ Տեխնացուներից մեկը նման կառավարությունը ենթակա իրավապահ մարմիններ։ Կառավարության ենթակա չեն իրավապահ մարմինները։ Այդ իրավապահ մարմինների ղեկավարները չեն կառավարության նիստի մասնակցում Տիկին Դատախազն զեկուցում է մեծարգո պարոն վարչապետին։ Հայաստանում գոյություն ունի իշխանությունների տարանջատման եւ փոխզսման մեխանիզմ։ Եվ պետք չէ խառնել ամեն գործադիրի հետ։ Տիկին Բաղդասարյան, բարձր չէ, որ թե դուք չունենաք այդ լծակները, դուք հաստատ իրավապահները չեն կարողանա։ Ես որևէ լծակ չունեմ, ձեզ վստահեցնում եմ, ունեմ մեկ քվե, ճիշտ ընտրություն եմ կատարելու եւ իմ ձայնը տալու եմ քվեատերտիկ համար 1-ին։ Բանակ, եթե իշխանություն չլինեիք, վստահաբար իրավապահները չեն գա, չէ՞։ Չեն գա եւ այս մարդկանց տները չեն խուզարկի, այս մարդկանց չեն ձեռք։ Այսինքն եթե այդ մարդիկ որևէ առերևույթ հանցագործություն իրականացրած չլինեին, ճնշումներ չգործադրեին քաղաքացիների նկատմամբ, ինչ որ հայախառն արտահայտություններ չունենային, խոստումներ չտային, հայելու համար է կարել։ Ես չգիտեմ իրավապահների տիրույթում է գործ կա հարուցված, Վահե ջան։ Բարձր է գոռում, բայց ես էլ չգիտեմ։ Ես ամեն դեպքում ասում եմ, որ այն բոլոր գործառույթները, որը այս պայն իրավապահները իրականացնում են, թողնենք իրենց դաշտում։ Դատախազության մամլոխոսնակի եւ Շատ լավ է, քաղաքական որոշում լինում է, իրավապահները գալիս են, դուք ձեռքերը լվանում եք, թողնենք իրենց դաշտում։ Ասում եք իրավապահները քաղաքական որոշմամբ են իրականացվում։ Ես ուզում եմ այս 7 տարի որևէ մեկը չի հավատում որ քաղաքական որոշում։ Մենք այսօր 2025 թվականն ենք, մարտի 27-ը եւ Գյումրիում ենք։ Այն ամենի նախկինների ժամանակ էլ են ասում։ Հետ եղի եւ նախկինների ընթացքում ես հասկանում եմ որ դուք փորձում եք սադրել, բայց ես ամեն դեպքում նշում եմ որ իրավական գործընթացներին որևէ գնահատական տալ մենք չենք պատրաստվում, բայց միևնույն ժամանակ թույլ չենք տա որ մեր քաղաքացուց քվե խլեն։ Լավ մնացեք։ Չեմ կարող ձեր հետ մրցել, բայց նախկինների անունը տալը սադրանք չի։ Եթե սադրանքա շատ եք սիրում իրենց, հարց չկա։